Բարեցես բոլորիդ, դևապար մեզի համար միջին արևելք իբրև ամբողջություն բնական մեգություն կնկատենք Հայաստանի հետ եւ այդ մեգությունը այսօրվա պատկերով կարելի չէ դիտել, այլ տասնամյակներու ընթացքին այդպես եղած է եւ այս շրջանները երբ անցյալին Օսմանյան գայսության ենթակա եղած են արդեն իսկ հայկական համայնքներու ներկայություն արձանագրված է Եգիպտոս, Իրաք, Երուսաղեմ, Լիբանան եւ Սիրիա հետեւաբար եւ նույնիսկ Դաշնակցության կառույցները իր ժամանակությունն են քանի մդարի հետ կարդեն այս հիշած քաղաքներ երկրներում մեջ անցյալին քաղաքներ դերևս գոյություն ունեցած եւ մաս կազմած են տվյալ երկրներու ոչ միայն ընկերային մշակութային աշխատանքներուն այլ նաեւ դերակատարություն ունեցած են քաղաքական կետնի վրա այսօր բոլորիս համար Քաղտիկ չէ, որ միջին արևելքը գանցնի ճգնաժամային օրեր է եւ բնականաբար այդ փոփոխությունները իրենց անմիջական ասացությունը կունենան դերևույն հայ համայնքներում, հայկական համայնքներում վրա մենք ընդհանրապես քաղուտ բառը գործածենք այս շրջաններում մեջ, բայց ոչ այն իմաստով, որ առանցին այսպես հայութեն է հերու եւ Հայաստան է հերու հավաքականություններ են, այլ հավաքականություններ, որոնք Հայաստանով եւ հայության հարցերով գաբրին, գդարաբին, բայց միաժամանակ նաեւ տվյալ երկրներու ընդհանրական կյանքին քաղաքական ընկերային տնտեսական կենցաղային մաս կկազմեն եւ հաջող կարգնաբարականներու նաեւ որոշիչ դերակատարություն ունենան իմիջի այսինքն այլ քաղաքական ուժերու առընթեր վերջին տասնամյակը սիրելիներ հատկանշվեցավ այս շրջանին մեջ միջին արևելյան հատկապես Սուրիա, Լիբանան Բաղեստին այսպես ասած շրջադարձային փոփոխություններով սկսյալ 2012 թվականին Սուրիո մեջ պատերազմեն մինչև Սուրիո նախկին վարչակազմի անկումը եւ նախկին արմատականներու իշխանության հասնելը ուր հստակ անորոշություն կա ամեն իմաստով կարելի չէ ոչ մեկ վարյան ռոբե երևակայել որ Սուրիո այսօրվա իշխանությունները եւ իրենց իշխանության հասնելը վերջնական վիճակն է հստակ փոփոխություններու ենթակա է հասկացությունը Սուրիան ծանոթ է իր տարբեր գրոնական եւ էթնիկ բաղկացուցիչ մասերով եւ իրականչյուր գրոնական եւ էթնիկ բաղկացուցիչ մաս ունի իր նեցուգը թե շրջանին մեջ լադիգա Թուրքիա, լադիգա որոշ չափով Իրան, դերևս նաեւ որոշ չափով ներկա հանգրվանին Իսրայելը Դագավին ամիջական աշխարհադարածքեն անտին միջազգային ուժերու դերակատարությունը եւ ասացությունը այդ երկրին մեջ այսօր վստահ եք լրատվամիջոցներու ջամփով Սուրիո մեջ պատահած դեպքերում հոն եւս անպատժելիության սկզբունքն է դժբախտաբար որ կիրարգվի մարդկային իրավունքներու խախտումը էթնիկ զդումի իրականության գործածությունը
եւ դժբախտաբար նաեւ երկիրը իբրև աշխարհակրություն մասնադելու, բաժնելու, փոքր պետություններ ստեղծելու կարելիությունները կամ շղթական նախադեсությունները գոյություն ունի։ Արդեն տեսանք Պաղեստինի բարակային Իսրայելի գործած ոճիրները Գազայի մեջ, ուր ամբողջ ցկտումը ոչ միայն Գազան գրավել է, այլ Պաղեստինյան հարցը ամբողջովին քաղաքական կյանքեն վերացնել է եւ պաղեստինցի ժողովուրդը փոխադրել թե արաբական այլ երկիրներ կամ աշխարհով մեկ լսեցինք վերջերս նաեւ Միացյալ Նահանգներու նախագահ Թրամփի առաջարկը, որ Գազայի շրջանը վերածվի զբոսաշրջական գերունի, բայց այդ շրջանի ժողովուրդը 2 միլիոնի հասնող ժողովուրդը դեղափոխել այլտեղ։ Դարձյալ նույն անբաժանելիության, ամենաթողության սկզբունքն է, որ ցեղասպանության վարկագիծի ամբողջական գիրարգումն է օրարև եւ ոչ մեկ ցևով, ոչ միջազգային գազམ་ագերբությունները, ոչ Միացյալ Ազգերու գազམ་ագերբության ուխտը, ոչ պատերազմի ընթացքին մարդասիրական սկզբունքները, պատերազմի մարդասիրական սկզբունքները կգիրարգվին, այլ ամբողջովին միագդուր կերպով պրո-իսրայելյան վարկագիծի գիրարգումը կկատարվի։ Անցնող դարի նաև Գազայի պատերազմի սկիզբեն յետք մենք Լիբանանի մեջ ունեցանք շատ լուրջ խնդիրներ, որոնց վերջինը 66-օրյա պատերազմն էր Լիբանանի դեմ, խնդիրը բادرվագի տեսքով Իսրայելի կողմէ կատարված հարձակում է, բայց արդեն իսկ Իսրայելի ստեղծում են մինչև այսօր Իսրայելի համար Լիբանանը հիմնական թիրախ է, Լիբանանեն անտին անցնելու համար Սուրիա, Իրաք եւ իր կետշրջանային աշխարհակալական ծրագիրները կործացրելու համար։ Չմոռնանք նաեւ, որ այսօր հրաթաթար է կամ զինվորական գործողություններու թաթարեցում է Իսրայելի եւ Լիբանանի միջև ցանոթ ապահովության խորհրդի թիվ 1701 որոշումի գիրարկման իմաստով, սակայն Իսրայելը զինաթուլը չի հարկեր, ամենօրյա թիրախավորումներ կկատարե թե օդային, թե ցամաքային իմաստով, դակավին 30 թրիչք կատարած եւ ռմբակոծում կատարած էր հարավի եւ այսպես ասած հարավի մոտիկ շրջաններում մեջ, որոնք ըստ համաձայնագրին պետք է զինաթուլի գիրարկման շրջանին մեջ լայն։ Իսրայել այսօր նաեւ իր անմիջական միջամտությունը կկատարե Սուրիո մեջ եւ արդեն իսկ հողային գրավումներ կատարած է, գահարցագի գտիրախավորե սուրիական փանգագի դարբեր գետրոնները եւ գոչունչացնե սուրիական փանգագի զինամթերքը, որը կարելի չէ ասել, որ այդ փանգագի զինամթերքը կպատկաներ նախքին վարչագահին եւ այսպեսով այս ընդհանուր գացության մեջ բնականաբար մենք պետք է տնենք մեր համայնքի հայության ներկայության եւ պաշտպանության խնդիրը։ Տեղական մարմինները, մեր կառույցները, ազգային դարբեր հաստատությունները եկեղեցին իրենց հարաբերական ջիկը կկատարեն մեր համայնքի պաշտպանության համար, թե ֆիզիկական գոյության պաշտպանության Լիբանանի եւ Սուրիո մեջ, թե տնտեսական փերը թեթևցնելու իմաստով դաշնակցության կառույցները եւ մեր ազգային դարբեր կառույցները, մշակութային միությունները, չմոռնանք մենք ունենք կրթական կառույցներ, բարեսիրական կառույցներ,
մարզական եւ այլ գարույցներ, որոնց պահպանումը հիմնական է այդ համայնքներու հայեցիության պահպանման եւ հայեցիության պահպանման առընթեր նաեւ քաղաքական իրենց ուժի եւ իրենց ներկայության պահպանման համար։ Այս իմաստով նաեւ ընդհանուր ժողովը անդրադարձ ունեցավ եւ բնականաբար ընդհանուր այսպես համագործակցությամբ մենք այս համայնքները պաշտպանելու, պահպանելու հրամայականին առջև ենք եւ վստահաբար բոլոր առողջ ազգային ուժերը պիտի ըմբռնեն այս վիճակը, որովհետեւ միջին արևելքի հայության պահպանումը բարձրապես միջին արևելքի հայկական համայնքներու պահպանում չէ, այլ Հայաստանի եւ մեր ընդհանրական նպատակներու իրականացման խնդիր է։ Շնորհակալություն։